Բարև ձեզ սիրելիներս, մենք տեսეთ շարունակում ենք քննարկել Շիմեդ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք երկրորդ երկի 10-րդ գլուխը։ Ինչպես տեսնում ենք, տեքստերը իրենք վերաբերվում են արարչագործությանը եւ մենք տեսեք կանգնեցինք 6-րդ տեքստի վրա, որը ինքը կառուցվածքով բավականին բարդ էր եւ մենք պայմանավորվեցինք, որ շտապելու տեղ չունենք եւ հանգիստ կքննարկենք այն, որովհետև այստեղ հնչում են ֆունդամենտալ գաղափարներ, որոնք առանց ինչ-որ մի պատկերացում կազմելու դրանց մասին, առաջխաղացումը ինքը անիմաստ է։ Եվ ուրեմն Բհագավատամ երկրորդ երգ 10-րդ գլուխ 6-րդ տեքստ։ Երբ կենդանի էակը պայմանավորված դառնալու իր ներհատուկ հակվածությամբ միաձուլվում է Մահավիշնուի գոյությանը, ով խորասուզված է միստիկ քնի մեջ, այս գործընթացը կոչվում է տիեզերական դրսևորման լուծարում։ Ազատագրումը կենդանի էակի վերադարձն է իր անփոփոխ ձևին, որին նա հասնում է, երբ նա հրաժարվում է անընդհատ փոփոխվող կոպիտ եւ նուրբ նյութական մարմիններից։ Անցյալ անգամ մենք ձեզ հետ քննարկեցինք պայմանավորված վիճակ գաղափարը, չէ՞, ինչու համար, որովհետև դա իրականում շատ կարևոր ֆունդամենտալ գաղափարներից է, եւ մենք ուրեմն պետք է հասկանանք, որ կան գաղափարներ, առանց որոնց իմաստը հասկանալու մենք չենք կարող շարժվել առաջ, հա? Չենք կարող շարժվել առաջ, որովհետև եթե մենք այդպես վարվենք, ապա կդադարենք հասկանալ ընդհանրապես, թե ինչի մասին է այստեղ խոսքը։ Եվ ուրեմն Բհագավատամը ինքը քննարկում է պայմանավորված վիճակ գաղափարը, այստեղ կար Մահավիշնուն, հա, այստեղ կար Մահավիշնուի միստիկական քուն գաղափարը, ազատագրում գաղափարը, հա, եւ կոպիտ եւ նուրբ մարմինների փոխելու գործընթացը։ Ուրեմն առաջի գաղափարը, որը հնչեց, դա նա է, որ կենդանեակը ինքը հակում ունի լինել պայմանավորված։ Երբ որ մենք խոսում ենք պայմանավորված վիճակի մասին, չէ, մենք խոսեցինք դրա մասին, որ կենդանեակը ինքը իրականում պայմանավորված է համարվում, երբ որ ինքը նույնացնում է իրեն նյութական մարմնի հետ։ Այսինքն, հավերժ կենդանեակը նույնացնում է իրեն ժամանակավոր նյութական մարմնի հետ։ Այդ իրականությունը արիացիները իրենք կոչում են պայմանավորված հոգիներ։ Այսինքն նրանք, ովքեր որ լինելով հավերժ, այսպես երանելի եւ գիտելիքի մեջ խորասուզված կենդանի էակներ, դառնում են ժամանակավոր, կներեք տգետ եւ դժբախտ կենդանի էակներ։ Մենք խոսեցինք դրա մասին, որ ավելի մանրամասն մենք այդ դրա մասին կխոսենք մի փոքր ավելի ուշ, հա, որովհետև այնտեղ բավականին լուրջ քննարկումներ կգնան այս արարչագործությունը արդեն մանրամասված նայելով, այստեղ հիմա Շուկադեվը Գոսվամին ինքը քննարկում է այս թեման ընդհանրացված, հա։ Ուրեմն եւ երկրորդ գաղափարը, որը այստեղ շատ կարեւոր էր, դա այն գաղափարն էր, որ կենդանի էակներ կան, որոնք իրենք հակում ունեն դառնալ պայմանավորված։ Եվ սա իրականում շատ լուրջ խոսակցության թեմա է։ Եթե դուք նկատել եք, ես մշտական քննարկում եմ այդ թեման եւ ինքը շատ կարեւոր թեմա է, այսինքն հատկապես նրա համար, որպեսզի մենք հոգեվոր ճանապարհ անցնենք, հա։ Տեսեք, հոգեվոր ճանապարհ անցնելու համար շատ կարեւոր է, որպեսզի մենք հստակ գիտակցենք, թե մենք ինչպիսի process-ով ենք եկել նյութական աշխարհ, չէ՞, ով է այս ամենակարևոր հարցը, ով է մեր նյութական գոյության պատճառը։ Մենք թե Աստված։ Այսինքն ով է, բայց որտեղից է առաջացել այդ իրականությունը, որ մենք, ասենք, հիմա այստեղ ասվեց, իրանք
հակում ունեն լինել պայմանավորված, հա? Սա միանգամից նշանակում է, որ կան կենդանիակներ, որոնք իրենք այդ հակումը չունեն։ Հիմա սա, այդ հակումը ինքը մեր մեղքն է, թե Գերագույն Աստծո անձնավորության պատասխանատվությունը։ Հասկանում եք, այսա որտեղից է ընդհանրապես առաջանում այդ հակումը։ Հաջորդ գաղափարը, որը հետագայում կհնչի, դա կլինի նա, որ նյութական աշխարհ են գալիս այն կենդանիակները, որոնք չարաշահում են իրենց ընտրության ազատությունը։ Հա, ուրեմն տեսեք, արիացիները իրենք վշտուկի շարանը շարում են այնպես, որ Գերագույն Աստծո անձնավորության մեղավորությունը չի, որ կենդանիակը ինքը գալիս է նյութական աշխարհ։ Ուրեմն սա պետք է կարողանանք քննարկենք, թե սա ընդհանրապես ինչի մասին է այստեղ խոսքը։ Որովհետև Բhagavad Gita-ում նույնպես Տեր Կրիշնան ինքը առաջ կքաշի այդ երկու գաղափարները, որ գոյություն ունեն հավերժ պայմանավորված եւ հավերժ ազատագրված հոգիներ։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այդ հավերժ պայմանավորված եւ հավերժ ազատագրված հոգիները իրենք ունեն տարբեր բնություն։ Հավերժ ազատագրված հոգիները դա այն հոգիներն են, որոնք այդ հակումը գալ նյութական աշխարհ չունեն։ Այդ դա ինչից է կախված։ Սա օբյեկտիվ ինչ-որ մի բան է, թե Գերագույն Աստծո անձնավորության հատուկ բանը, հատուկ գործողությունները։ Եվ տեսեք, ուրեմն ինչի մասին է խոսքը։ Ընդհանրապես, երբ որ խոսակցությունը գնում է բազմազանության մասին, բազմազանությունը դա շատ բարդ թեմա է։ Ես միշտ ասում եմ, որ ես միշտ զարմացել եմ արիացիների այդ բանի վրա, թե իրանք ինչ կարգի բան ունեն, ռիսկ տեսեք հայերեն բառը մոռացա։ Համարձակություն, հա, ինչ կարգի համարձակություն ունեն, որ իրենք կարողանում են, ասենք, այդ մտնեն այդ թեմայի մեջ։ Որովհետև իրականում բազմազանություն եւ երանություն գաղափարները, չէ, իրանք թվում են հակասական։ Դրա համար է, որ այն ազնվորությունները, որոնք իրենք բացարձակ ճշմարտությանը մոտենում են տրամաբանության տեսանկյունից, չէ, իրենք միշտ գալիս են այն կետին, որ լույսը ինքը վերջնականն է։ Հա, լույսը ինքը վերջնականն է եւ այդտեղ բոլոր հարցերը փակվում են։ Ինչ հարցեր, որտեվ եթե վերջնական բացարձակ ճշմարտությունը վերջնականում դա ուղղակի լույս է, չէ, դա ինչ է նշանակում, որ բոլոր կենդանիակները իրենք հավասարապես ունեն ատոմային չափ, այլ ինչպես լույսի հատիկ, չէ, եւ այդտեղ արդեն գլխացավանք գաղափարախոսության տեսանկյունից ոչ մի գլխացավանք չկա։ Այսինքն, բոլորը նույն ձևի լույսի ինչ-որ մի հատ մոլեկուլ են, այնտեղ իրանց համար ընկած, բոլորը միանման եւ այլն եւ այլն։ Այդ նույն գաղափարը, չէ, ինքը կա նաեւ, երբ որ մենք խոսում ենք հոգեվոր աշխարհի այն ռեգիոնների մասին, որտեղ որ ապրում են նրանք, ովքեր շատ կապված են Գերագույն Աստծո անձնավորության հզորությանը։ Հա, հիմա տեսեք, այն նրանք, ովքեր որ կապված են հզորությանը, հենց իրենք արիացիները նկարագրում են այդ ռեգիոնները այնպես, որ այդտեղ ապրում են կենդանիակներ, որոնք բոլորը ունեն նույն մարմինը։ Այսինքն տեսեք, հիմա եթե մենք այսպես մի հատ հայացքով, այսպես էլի մտովի հայացքով սկսենք գնալ այստեղ, ասես բարձրանալ, չէ, ուրեմն գոյություն ունի նյութական աշխարհի բազմազանությունը։ Նյութական աշխարհի բազմազանության մեջ նույնպես կենդանիակները իրենք ունեն տարբեր դիրքեր, տարբեր մարմիններ, չէ, եւ ինչ որ մեկը, ասենք, եթե մենք վերցնում ենք ընդհանուր օրենքը, նյութական աշխարհում կենդանիակները սնվում են իրարով։
Եվ կենդանի ակներ կան, որոնք իրենք հայտնվել են այն մարմիններում, ում ուտում են։ Եվ կենդանի ակներ կան, ովքեր ուտում են։ Այդ ովքեր ուտում են, կոչվում են գիշատիչներ, ուզում է դա լինի մարդկային մարմնի մեջ, ուզում է դա լինի կենդանական մարմնի մեջ։ Չէ՞։ Այսինքն սա ընդհանուր օրենքն է։ Եթե համաձայն եք ինձ հետ։ Ուրեմն հաջորդ քայլով, չէ՞, մենք կարողանում ենք հասկանալ, որ նյութական աշխարհը, մի հատ կանք արդեն մարդկային հասարակությանը։ Մարդկային հասարակությունը ինքը նույնպես ունի խավեր, չէ՞։ Այդ խավերում կան ազնվորություններ, որոնք իրանք իցնե ծնվում են ցածր խավի մեջ, կան որոնք միջին, կան որոնք բարձր խավերի մեջ, չէ՞։ Եվ համապատասխան գիտակցություն ունեն, համապատասխան դիրք ունեն հասարակության մեջ, եւ այլն եւ այլն։ Եվ հիմա տեսեք, սիրելիներ, չէ՞։ Ուրեմն, բայց երբ որ մենք խոսում ենք նյութական աշխարհի մասին, նյութական աշխարհի հոգեբանությունը ինքը հենված է նախանձի վրա, հա, եւ այդ նախանձից բխող մրցակցության եւ թշնամանքի վրա։ Եվ դրա համար, երբ որ մենք խոսում ենք նյութական բազմազանության մասին, նյութական աշխարհի մասին, մենք տեսնում ենք, որ նյութական աշխարհի բազմազանությունը բերում է տառապալից վիճակների։ Այսինքն չի հաջողվում։ Նյութական աշխարհում չի հաջողվում։ Ուրեմն նախապատրաստել այնպիսի մի դաշտ, որը բացարձակապես այ հոգևոր աշխարհի նման լինի, բան, ուրեմն տառապանքից ազատ։ Չի հաջողվում դա անել։ Ինչու չի հաջողվում։ Որովհետև նյութական աշխարհ են գալիս նախանձ եւ ուրեմն փառամոլ կենդանի էակները, չէ՞։ Հիմա հաջորդ քայլով, երբ որ դա տրամաբանության բանով է գնում, չէ, ուրեմն կենդանի մարդը, երբ որ ինքը խորում է դրա շուրջ, ինքը հասկանում է, որ քանի դեռ կա բազմազանություն, կան տարբերություններ, բարձրի, ցածրի, եւ հետեւաբար անպայման կա նախանձը եւ կա գոռոզությունը։ Եվ երբ որ կա այդ տակինները նախանձում են, վերևինները գոռոզ են։ Չէ՞։ Ուրեմն, երբ որ կա այդ երկու գործոնը, ընդհանուր առմամբ հասարակությունը, ինչ հասարակություն ուզում է դա լինի, ուզում է դա լինեն կիսաստվածները, դեմոնները, մարդիկ, չգիտեմ, կապ չունի։ Այդ մենք հասկանում ենք, որ եթե կան այդ երկու գործոնները, երջանկությունը ինքը հնարավոր չի։ Всё, այստեղ ամեն ինչ վերջանում է։ Հնարավոր չի այդ պայմաններում, ուրեմն որպեսզի կենդանիակները իրենք լինեն երջանիկ։ Հիմա տեսեք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն հաջորդ քայլով, չէ՞, երբ որ կենդանիակը ինքը հասկանում է, որ նյութական աշխարհում երջանկությունը հնարավոր չի, վերջնականում ինքը փորձ է կատարում դուրս մտցնել այդ իրականությունից։ Այսինքն ինքը, երբ որ գնում է հրաժարման, ինքը գնում է մտածելու։ Այսպես է, եթե հասարակ խոսքերով խոսենք, ճոռոմ բառեր ենք ասում, մարդ չի հասկանում երևի էությունը, չէ՞։ Ինքը գնում է մտածելու։ Ինքը գնում է մտածելու, որպեսզի հասկանա այս աշխարհը։ Առաջին քայլով կենդանիակը ինքը գնում է մտածելու, որպեսզի հասկանա այս աշխարհը։ Հասկանում եք, չէ՞։ Որովհետև ասենք այդպես եթե նայում ենք այս աշխարհը ինքը մի կողմից կենդանիակը ինքը այս աշխարհում մշտական այդ հույսի մեջ է ապրում, որ այստեղ երջանկությունն է հնարավոր։ Մյուս կողմից ինքը տեսնում է, որ կան կենդանիակներ, որոնք իրենք հաջողակ են եւ իրենց հաջողվում է վայելել իրանց գոյությունը։ Այն մյուս կողմից ինքը տեսնում է, թե կան կենդանիակներ, որոնք իրանք անասելի տառապանքների մեջով են անցնում իրենց կյանքի ընթացքում։ Այսինքն իրականում այսպես կողքից եթե նայենք, մի խոսքով եթե ասենք, կարելի ասել այս աշխարհը գժանոցի նման է, որտեղ ոչ մեկ չի կարողանում հասկանալ, թե ով, երբ, որտեղ, ինչ պատճառով է ընդհանրապես որևիցե մի բան տեղի ունենում, չէ՞։ Եվ այն ազնվորությունները, որոնք իրենք այդ ամեն ինչը նկատում են, իրանք գնում են մտածելու։ Եվ այստեղ իրանց, եթե նույնիսկ իրանք ուղղակի անգիտակցաբար նստած մտածում են, չէ՞, իրենք կամաց գալիս են այն խնդրին, որ տառապանքը ինքը դա ոչ թե օբյեկտիվ ինչ-որ մի բան է, որը կա այս աշխարհում, այլ մեր վերաբերմունքն է աշխարհում գոյություն ունեցող իրականությունների շուրջ, չէ՞։ Տեսեք օրինակ, կան այսպես կոչված սառնասիրտ մարդիկ։
Այդ սառնասիկ մարդկանց աշխարհանկալումը ինքը տարբերվում է հենց դրանով, վերաբերմունքով։ Իրանք չեն տառապում, երբ որ իրանք տեսնում են, որ օրինակի համար ինքը նայում է, տեսնում է, որ ինչ-որ մի գիշատիչ, всё, բռնեց մեկին, չէ՞, եւ բառիս բում եւ վերացական իմաստով, չէ՞, եւ հիմա այս գիշատիչը կուլ է տալու այս կոպիտ ասած խոտակերին, չէ՞, ընդհանրապես կապ չունի, դա կենդանի է թե մարդ, հասկանում եք, եւ նորից եմ կրկնում բառիս բում եւ վերացական իմաստով։ Եվ ինքը իր մեջ ունի այդ համոզմունքը, որ այո, նյութական աշխարհը ինքը այս աշխարհն է, ու ես պիտի ամեն ինչ անեմ, որպեսզի ես չհայտնվեմ կերակուրի տեսքում, եւ եթե ինչ-որ մեկը հայտնվել է կերակուրի տեսքում, դա նորմալ է։ Չէ, տեսեք, մարդը իր մեջ անջատել է բարիությունը, արդարության հարց ինքը ընդհանրապես չի բարձրացնում, որովհետև իրականում, այո, բնության մեջ միակ արդարությունը դա է, ով ավելի թույլ է, նա կերակուր է, եւ վերջ։ Հասկանում եք, եւ այդ ազնվորությունները իրանք սառնասիրտ են մնում։ Բայց եթե անձնավորությունը ինքը իր մեջ մի քիչ ուրիշ կառուցվածք ունի, չէ՞, ինքը չի կարողանում սառնասիրտ մնալ եւ իր համար կարեւոր է հասկանալը։ Հիմա, այ ինքը գնաց, մեկուսացավ, կապ չունի իր բնակարանում թե անտառում եւ սկսեց մտածել այս աշխարհի, դիրքի, կարգերի, իրականության եւ այդ ամեն այդ բոլոր հարցերի շուրջ։ Չէ՞։ Հիմա նայեք, եթե ինքը այդ գործընթացի մեջ չունի ուսուցիչ, ինքը դա իրականացված չէ, ինքը իրանով գնաց մտածելու։ Ինքը սկսում է հասկանալ, որ խնդիրը իր վերաբերմունքի մեջ է։ Եվ սկսում է մտածել, բա ինչպես վերաբերվել ընդհանրապես այն ամենին, ինչ կա այս աշխարհում։ Եվ վերջնականում, եթե ինքը ռեալ իմաստություն է ձեռք բերում, չէ, ինքը գալիս է մի պարզ համոզմունքի, որ եթե ես չեմ ուզում տառապեմ, ես պիտի չձգտեմ նյութական երջանկությանը։ Ինչու՞։ Որովհետև բոլոր կենդանի էակները նյութական աշխարհում կատարյալ չեն։ Կատարյալ չեմ եւ ես, այսինքն ինչքան դա բան է, էլի արդար է, ոչ մեկ չի կարող ինձ երջանիկ դարձնել եւ ոչ մեկին էլ չեմ կարող ես երջանիկ դարձնել։ Ինչու՞։ Որովհետև ամեն կենդանի էակ վերջնականում զգում է միայն իր ներքին աշխարհը։ Եվ երբ որ այդպիսի ազնվորությունը ինքը հաստատվում է կատարյալ հրաժարման մեջ, հա, այդ ճանապարհից մտածելով գնում է այդտեղ։ Եթե ինքը այդպես չի մտածում, ինքը դառնում է աբսուրդիստ, եւ բոլոր աբսուրդիստները, հիմա 90% աբսուրդիստների իրենց կյանքը վերջացնում են կամ գժանոցում, կամ կախաղանի վրա։ Այսինքն կամ ինքնասպան են լինում, կամ խելագարվում, որովհետեւ իրանք գնում են դեպի տուպիկ, հասկանում եք, այ որ կենդանիակը ինքը գնում է դեպի ներքին հրաժարում, չէ՞, այսինքն այնքը սկսում է հասկանալ թերությունները, ես ինչ, ու այ կամած ոնց որ ինքը իրան հետ հավաքի այս նյութական աշխարհից, չէ՞, ապա այդ վերջում իրան մի հատ սյուրպրիզ է սպասվում։ Եթե ինքը այդ process-ը ճիշտ արեց մինչև վերջ եւ իր հրաժարումը հասցրեց կատարելության, անկախ նրանից, եթե ինքը հոգեվոր ուսուցչի ղեկավարության տակ է դա արել, ուրեմն ինքը ամենասկզբից գիտեր, որ մտորումները իրան պիտի բերեն այդ իրականությանը, բայց եթե ինքը ինքնուրույն եկավ, իրան այնտեղ սյուրպրիզ է սպասում։ Ո՞րն է այդ սյուրպրիզը։ Ինքը նյութական աշխարհից դուրս է ընկնում եւ հայտնվում է լույսի մեջ։ Հասկանում եք, եւ այլ որ ինքը հայտնվում է այդ լույսի մեջ, ինքը իրականաց, հիմա ինքը պատկերացրեք, հա, որ այ դուք ինչ-որ process անցաք, մտածեցիք, ճիշտ ամեն չհասկացաք, եւ դրա հետևանքով ստացաք ազատագրում։
Ինչու, որովհետև դուք գնացիք այդ ճանապարհով, որ այս նյութական աշխարհում ոչ ես եմ արժանի, որ որևիցե մեկը ինձ կապված լինի ու երջանկություն տա, ոչ էլ որևիցե մեկն է արժանի, որ ես նրան կապված լինեմ ու նրանից երջանկություն սպասեմ։ Հա? Եվ այբ որ անձնավորությունը ինքը այդ կատարյալ, այդ եւ ես եւ ուրիշները, սա շատ կարևոր գործոն է, էլի ոչ թե միայն ուրիշները, իսկ եսի միջև, էլի չէ, եւ ես եւ ուրիշները, եւ ինչքան որ ուրիշները չեն կարող ինձ երջանիկ դարձնեն, այո, իմաստունը ինքը դա է հասկանում, որ նույն այդքան ես չեմ կարող ուրիշներին երջանկություն պարգևեմ, որովհետեւ ընդհանրապես չեմ հասկանում։ Թեկուզ իրականում, եթե դուք ուշադիր լինեք, բոլոր կենդանի էակները իրար հատկապես աստվածամեժության դարաշրջանում այդ ճիճը ինքը այնքան ակնհայտ է, որ բոլոր կենդանի էակները նյութական աշխարհում իրենք գոռում են իրար, թե իրենց ինչ է պետք, որպեսզի իրանք լինեն երջանիկ։ Չէ, բայց էգոիստների պլատֆորման ինքը ո՞րն է։ Գոռա մի գոռա։ Եթե քո գոռածը ինձ չի համապատասխանում եւ իմ դուրը չի գալիս, ես էլ պահանջելու եմ իմ երջանկությունը եւ եթե դա չի համընկնում, ուրեմն գնա որտեղ ուզում ես քո երջանկությունը մանարի։ Սա չէ վերջնական խոսակցությունը։ Հասկանում եք, եւ հիմա տեսեք այ կենթանիակը ինքը ռեալ, հասկանում եք, այ պատկերացրեք, որ դուք ռեալ դուրս ընկաք դեպի այդ լույսի մեջ հայտնվեցիք։ Դուք այնտեղ ինչ իրականացրեցիք, որ չկա ոչ մի բազմազանություն։ Ու այս խալմաղալը, թե ով է, ով ինչ դիրք է գրավում, այդ դիրքի հետ կապված ինչ կարող է իրան թույլ տալ, ինչ չի կարող իրան թույլ տալ, այդ բոլոր թեմաները դարձան 0։ Հասկանում եք, այդ պրոստը մեծ 0։ Այ այդտեղ ինչ տեղի ունեցավ։ Հոգեբանական տեսանկյունից ինչ եկավ։ Այդ, երբ որ մենք ասում ենք ասածագրված հոգու ամենակարևոր բնութագիրը դա շանտին է, այսինքն ներքին խաղաղությունը։ Այդ խաղաղությունը ինքը որտեղից։ Ոնց կարող է խաղաղություն լինի մի կենդանի էակի սրտում, որը ինքը գտնվում է նյութական բազմազանության մեջ եւ ներգրավված է իր ներքին աշխարհով այդ բազմազանության մեջ։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Հա? Խաղաղությունը գալիս է, երբ կենդանիակը իրեն դուրս բերեց նյութական հարաբերություններից։ Հասկանում եք, եւ այդտեղ թվում է, որ այսինքն երբ որ ինքը նայում է նյութական աշխարհին, նայում է այդ լույսին, թվում է, որ լույսը կատարելություն է։ Եվ սրանից են կողմ ոչ մի բան չեմ ուզում։ Անցնում է ժամանակ։ Կենդանիակը ինքը անձնավորություն է։ Եվ սա նշանակում է, որ հետ առաջ գլուխ է բարձրացնում իր շփվելու ցանկությունը։ Ինքը ընտելանում է այդ լույսին, հանգստանում է այդ լույսի մեջ, վերականգնում է իր ուժերը այդ լույսի մեջ, մենության մեջ, սա շատ կարևոր է, որ իրականում նրանք, ովքեր որ ազատագրված հոգիներ են, իրենք ընդհանրապես չեն սիրում շփվել արտաքին աշխարհի հետ։ Բայց հետ առաջ ակտիվությունը, կենդանիակի ակտիվ բնությունը ինքը գլուխ է բարձրացնում, հա, եւ պերսոնալիստները իրենք ասում են, այստեղ հոգեբանության տեսանկյունից տեղի ունենում մի շատ կարևոր բան, եթե ինքը չգիտի, որ այդ լույսի հետևում կա հոգեվոր բազմազանության աշխարհը, ինքը հետ է վերադառնում նյութական աշխարհ եւ սկսում է զբաղվել ալտրուիզմով։ Հա, այսինքն ծառայել նյութական աշխարհում նյութական գաղափարների ուղղակի համամարտկային երջանկության գաղափարներին։ Եվ սա իրականում, ասենք, նյութական աշխարհում ապրողների համար թվում է, որ վաու, այս ինչ իրականություն ունի այս ազնվորությունը։ Բայց իրականում դա ոչ մի ինչ հոգևորի տեսանկյունից ոչ մի լուրջ իրականություն չկա, էլի։ Հիմա սերիներ, չէ՞։ Հիմա, իսկ եթե ազնվորությունը ինքը այնքան բախտավոր է լինում, որ ազատագրված վիճակում հանդիպում է ուրիշ ազատագրված կենդանի էակներին, որոնք իրենք տեսնում են կամ գտնվում են արդեն հոգևոր աշխարհում, այսինքն հոգևոր բազմազանության մեջ, չէ՞,
Ուրեմն տեսեք գալիս է նյութական աշխարհը որպես տառապանքի հարաբերություններ, այսինքն որպես տառապող բազմազանության աշխարհ, հա։ Հետո գալիս է լույսը, որտեղ բոլորը կորցրեցին իրենց անձնավորությունը, դարձան մասնիկներ, եւ դա հնարավորություն է տալիս կենդանեակին կոպիտ ասած հանգստանալ այն ամենից, ինչի մեջ որ ինքը ապրում էր նյութական աշխարհում, հա։ Դրանից հետո, երբ որ ինքը արդեն շարունակում է իր զարգացումը, չէ՞, օրինակ ասենք հիմա ես հասկացա, որ ես լույսի կտոր եմ։ Լավ, հասկացա մի օր, 10 օր, 20 օր, չգիտեմ, 10,000 տարի, միլիոն տարի, ինչքան ուզում եմ այնտեղ մնամ, չէ՞։ Եթե ես վերջնականում անձնավորություն եմ, չէ՞, այ ոնց որ ասենք նյութական աշխարհում դա գիտեք ինչի դնում, որ ես անձնավորություն եմ, չէ՞։ Եվ ինչքան էլ ուզում է հոգնած լինեմ, ասենք առօրյա ինչ-որ բաներից եւ ուզենամ քնեմ, միևնույն է մի պահ է գալիս, երբ որ ես ուզում եմ զարթնել եւ շարունակել գործել, հարաբերվել եւ այլն, չէ՞։ Եվ հիմա տեսեք սերիներս, ուրեմն այդ տեսանկյունից, ուրեմն մենք կարողանում ենք հասկանալ, որ կենդանիակը ինքը երբ որ դուրս է գալիս նյութական հոգևոր բազմազանության մեջ, չէ, առաջին իրականությունը, որը ինքը հանդիպում է, հոգեբանական տեսանկյունից շատ կարևոր կետ է։ Առաջին բանը, առաջին իրականությունը, որին ինքը հանդիպում է, դա նա է, որ հոգևոր աշխարհում կա բազմազանություն, բայց բոլորը միանման են։ Հասկանում եք, այ վայկունთხա կոչվածը արիացիների կողմից այդպես է նկարագրվում։ Հիմա եթե մենք հոգեբանական process-ներն ենք նայում, թե չէ, այսինքն ինչ են արիացիները իրենք նայում, այ ենթադրենք Աստված չկա, ինչ գաղափարներ են իրենք նայում, չէ։ Ուրեմն նյութական աշխարհում կա մի վիճակ, չէ, որտեղ կենդանեակները հենված են գոռոզության եւ նախանձի վրա, եւ այդ ժամանակ իրենք արարում են տառապող աշխարհ, տառապանքի մեջ թաթախված, տառապանքի բռնության մեջ դա նշանակում է տառապանքի, չէ, տառապանքի մեջ թաթախված աշխարհ են արարում։ Եթե իրանք ուզում են, որ այդ աշխարհի մեջից դուրս գան, հա, ուրեմն իրանք պետք է դադարեն, այսինքն պետք է հաղթահարեն գոռոզությունը եւ նախանձը իրանց մեջ։ Եվ որ իրանք դա հաղթահարեցին, հա, իրանք հայտնվում են զրոյական վիճակի մեջ։ Հաջորդ քայլով իրանք երբ որ դուրս եկան նորից հարաբերվելու, հա, պետք է հասկանան, որ բոլոր կենդանիակները նույն բանն են ուզում։ Խուսափել տառապանքից, հաստատված լինել երջանկության մեջ։ Եվ դրանք վայկունթայի ապրողներն են, որոնք իրենք շատ կապված են Աստծո հզորության ասպեկտին, ինչու, որտեղ Աստված ինքը հենց հզորությամբ է իր, որ ապահովում է այդ երևույթը։ Չէ՞։ Հիմա տեսեք, գնում ենք առաջ։ Դրանից հետո նոր գալիս են այն ռեգիոնները հոգևոր աշխարհի, որտեղ նորից տարբերություն առաջացավ։ Բայց այդտեղ, չէ, տեսեք, այ որ կենդանիակը ինքը սկսում է իր ավերելքը, առաջի որակները հոգու, որը ինքը վերականգնում է, չէ, դրանք խոնարհություն, համեստություն, բռնությունից ազատ վիճակ, համբերություն եւ ուրեմն պարզություն։ Համբերությունը ինքը պետք է գալիս միայն նյութական աշխարհում, բայց այն մնացածը իրանք հիմք են համել արդեն հոգևոր աշխարհում ապրելու համար, չէ՞։ Հիմա տեսեք ուրեմն, այստեղ մենք հանդիպում ենք բացարձակապես այլ հոգեբանության, որտեղ օրինակ ասվում է, որ եթե մենք վերցնում ենք ամենաինտենսիվ հոգևոր ռեգիոնը, չէ՞, ուրեմն այդտեղ հիմա սենց էլի նայեք, երբ որ մենք գալիս ենք այն աշխարհը, որտեղ բոլորը իրար նման են, չէ՞։ Հոգեբանության տեսանկյունից Աստծո համար դա որ աշխարհն է։ Դա այն կենդանիակներն են, որոնք թույլ չեն տալիս Աստծուն ունենալ ընտրություն։ Հասկանում եք,
որովհետև ասենք մարդիկ իրենք չեն նկատում, իրականում մարդիկ վերջնականում չեն նկատում, որ երբ որ իրանք քննարկում են ընդհանրապես Աստծո հետ հարաբերությունները, իրենք քննարկում են միայն այն, ինչ որ իրանք են ուզում։ Երբեք չեն քննարկում ոչ մի բան Գերագույն Աստծո անձնավորության կարիքների տեսանկյունից։ Այդ տեսանկյունից իրականությունը քննարկում են միայն մաքրամաքուր պերսոնալիստները։ Հասկանում եք։ Ես կարող եմ տալ իրանց անունները։ Դարուպը Գոսվամին է, Սանատանը Գոսվամին, Ջիվը Գոսվամին, Ռագունաթը Դասը Գոսվամին։ Դրանք անձնավորություններ են, որոնք իրանք պերսոնալիզմի, ուրեմն գաղափարախոսության մեջ բարձրագույն իրականացում ունեցող հոգևոր աշխարհում Աստծո եւ նրա սիրեցյալի մտերմիկ նվիրյալներն են եւ իրանք այն աշխարհից են հոգևոր, հասկանում եք, որտեղ ապրում են այն կենդանի էակները, որոնք իրանք Աստծուն իրավունք են տալի ընտրելու։ Եվ որովհետև իրանք Աստծուն իրավունք են տալիս ընտրելու, իրանք ստեղծում են բազմազանության, հոգևոր աշխարհի բազմազանության ռեգիոնը, որտեղ կա կոպիտ ասած Շիմացիրաթարանին, այսինքն Գերագույն Աստծո անձնավորության սիրեցյալ կին արմատը, եւ կա ծառան։ Իսկ Վայկունթայում բոլորը, անխտիր բոլորը գտնվում են կամ նեյտրալ, կամ ծառայողական տրամադրությունների մեջ։ Իրանք ունեն բացարձակ, այսպես կլոն, բոլորը իրար նման նույն արտաքինը։ Եվ կանայք, եւ տղամարդիկ։ Հասկանում եք, այսինքն այդ էլ որ հոգևոր աշխարհի առաջի ամենատակի ռեգիոնը, դա մի ռեգիոն է, որտեղ չկա ոչ մի այնպիսի բան, ինչը կարող էր գրգռել նախանձը։ Այ եթե տեսեք, հասկանում եք, չէ՞, ինքը, ասենք, բաները, ես միշտ ասում եմ, էլի, որ թե արիացիները իրանք ինչպիսի համարձակությամբ են մտնում ընդհանրապես այդ ռեգիոնները, նախանձի թեմայի մեջ հետ կապված, հասկանում եք, սա շատ բարդ խոսակցություններ են, որը իհարկե ես դեռ այս պահին չեմ կարող վարել այն բարձրությամբ, այն խորությամբ, որը իրականում ներկայացնում են այն անձնավորությունները, որոնց ես հիմա թվարկեցի, չէ՞, բայց իրանք դա անում են այնպես, որ օրինակ եթե դուք կարդաք իրանց գրությունները, գրականությունը, եթե դուք անտեղյակ մարդ եք, դուք այդտեղ կտեսնեք ուղղակի պրիմիտիվ ինչ-որ պատմվածքներ, որտեղ ներկայացվում են ինչ-որ փոքրիկ մի տղայի եւ աղջիկների, տղաների հարաբերությունները, որտեղ ոչ մի հոգևոր բան չկա իրականում։ Դուք այդպես կտեսնեք։ Հասկանում եք, որովհետեւ իրականում, որպեսզի անձնավորությունը ինքը կարողանա հասկանա այդ ռեգիոնի հոգեբանությունը, ինքը պետք է երկար ճանապարհ անցած լինի, հասկանում եք, այսինքն նյութական աշխարհի հոգեբանությունը հասկանա իմպերսոնալ բրահմանի հոգեբանությունը, հասկանա այդ հոգևոր աշխարհի տակի ռեգիոնների հոգեբանությունը, եւ հետո նոր միայն ինքը կարող է ընկալի, թե այս ինչ ֆենոմեն է ընդհանրապես, երբ որ կա բազմազանություն եւ կա երանություն, սա ինչ հոգեբանության տեր կենդանի էակներ են, որ կարողանում են այդպիսի իրականություն ստեղծել։ Հիմա տեսեք, եւ այդ անձնավորություններն են, որոնք իրենք պատրաստ են, այսինքն խնդիրը ո՞րն է, որ նյութական ընդհանրապես կներեք, արտաքին աշխարհը, չէ, ինքը ունի մի այսպիսի իրականություն, կա Գերագույն Աստծո անձնավորությունը եւ կան կենդանի էակները։ Սա հավերժ իրականություն է։ Չի եղել այդպիսի պահ, որ Գերագույն Աստծո անձնավորությունը արարի կենդանի էակներին։ Արիացիները իրանք ասում են ոչ, կենդանի էակները Գերագույն Աստծո անձնավորության հավերժ անբաժանելի մասնիկներն են։ Եվ որակապես հավասար են նրան, քանակապես Գերագույն Աստծո անձնավորությունը անսահման հզոր է, կենդանի էակները անսահման անզոր։
այս բաները, այս հիմնական գաղափարները, եթե մենք չենք կամ մեր չենք կարողանում քննարկենք, էլի մենք հետո չենք կարող ճիշտ հասկանալ, թե ասենք, այդի որն է հիմա, ով մեղավոր չի, ընդհանրապես այս նյութական այս այլանդակության համար։ Հասկանում եք։ Տեսեք ուրեմն ինչ է իրականում, ասում ենք կա գերագույն աստվածնավորությունը, կան կենդանի էակները։ Որակապես իրանք նման են։ Սա նշանակում է երկուսն էլ, հասկանում եք, սա շատ կարևոր գաղափար է, երկուսն էլ կարիք ունեն շփման եւ երկուսն էլ ազատ են շփումը ընտրելու։ Երբ որ մենք խոսում ենք կենդանեակների մասին, չէ, կենդանեակները իրենք հակում ունեն պարտադրել Աստծուն շփում։ Ինչ է նշանակում նախանց։ Ինչ է նշանակում։ Ես տեսա գերագույն Աստծո ազնվորության հարաբերությունները ինչ որ մեկի հետ եւ նախանձեցի։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ես ուզում եմ գերագույն Աստծո ազնվորությանը պարտադրել, որ ինքը ընտրի ինձ։ Այսինքն այդտեղ իմ մտքից նյութական աշխարհում էլ չէ նախանձը այդ նույն բնությունը ունի։ Իրականում նախանձը իր բնությունը չի փոխում նյութական աշխարհում, հոգևոր աշխարհում, դա բացարձակ նույն երևույթն է։ Ինչի մասին է այդտեղ խոսքը։ Այ խոսքը այդ դրա մասին է, որ կենդանեակը ինքը նյութական աշխարհում, չէ, երբ որ նախանձի զգացում է ունենում, ինքը այստեղ էլ իր մտքի ծայրով չի անցնում։ Որ օրինակ ասենք, սիրո վրա է, չէ, դա ամենալավը երևում։ Այսինքն մեկը սիրահարված է ինչ-որ մյուսի վրա եւ հանկարծ իմանում է, որ իր սիրեցյալը սիրահարված է մեկ ուրիշի վրա։ Ինքը երբեք չի մտածում, չէ, այդպես որ վա ինչ լավ է, որ ինքը ունի իր երջանկությունը եւ արդեն սիրահարված է։ Ոչ, ինքը այդպես չի մտածում։ Ինքը դժբախտանում է, սկսում է առավոտից երեկո լացուկոց, եթե կին է, եթե տղամարդ է, ապա խանդո եսի ինչ, հա, տառապում, վառվում, եսի ինչ լինում, հա, ու իր համար այդ այսպես կոչված սերը, որը իրականում նախանձի հիմքն ունի, հա, դա դառնում է իր տառապանքի աղբյուրը։ Հասկանում եք, այդտեղ ինչը չկա, այդ ինչը կա էգոիզմը, որը որ ցանկացած զգացում, որը ես ունենում եմ, ցանկացած հարաբերություն, որը ես ունենում եմ, ես ինձ համար այդտեղ ամենակարևորը նա է, թե ինչ եմ զգում ես, ինչ եմ ուզում ես։ Հասկանում եք։ Եվ այստեղ ամենակարևորը, որ մենք պիտի հասկանանք, այդ դա է, որ եթե մենք որակապես նման ենք Աստծո հետ, չէ, ուրեմն մենք երկուսս էլ ունենք ազատություն։ Եվ եթե ինչ-որ մի դաժանություն լիներ Աստծո կողմից, դա կլներ նրա թերությունը, բայց եթե ինչ-որ մի դաժանություն կա, որը մեր ընտրությունն է, դա մեր պատասխանատվությունն է։ Այսինքն եւ գերագույն, այսինքն տեսեք հիմա, օրինակ, մեկ ասում են, հա, բա ինչի է այդ ժամանակ Աստված այնպես սարքել, որ ես կարողանամ նախանձեմ։ Թող այնպես ինձ այնպեսին է սարքել, որ ես նախանձել չգիտեմ։ Դա կնշանակեր, որ Աստված այն գլխից պիտի բռնություն գործադրի կենդանեակի վրա եւ իրան զրկի ազատ վերաբերվելու իրավունքից։ Եվ այստեղ մենք պետք է հասկանանք, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը օժտել է, ասենք, անբաժան մասնիկն է, ոչ էլ օժտել է, դա հենց այդպես ինքն իրան այդպես է։ Հասկանում եք, որտեղ անբաժան մասնիկն է։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ունի ազատություն վերաբերվելու եւ կենդանի էակը ունի ազատություն վերաբերվելու։ Հիմա այստեղ հասկացանք, որ նախասկզբնականորեն գերագույն ամեն մեկը ունի իր պատասխանատվությունը, թե ինքը ինչ է ուզում։ Գերագույն Աստծո անձնավորությունը միշտ ուզում է իր ամբողջ զորությունը օգտագործի, որպեսզի բոլոր կենդանեակները իրան շրջապատող կամ իր հետ ապրող լինեն երջանիկ։ Այդ նպատակը իրականացնելու համար ինքը ունի համապատասխան հզորությունը եւ ունի մի հատ ահավոր կարևոր առավելություն։ Դա այն է, որ ինքը կարող է ինքը գտնվում է բոլոր կենդանեակների սրտում, հա, եւ այսպես էլի ֆիլիգրան ճշգրտությամբ
գիտի, թե ում ինչ է պետք երջանկության համար։ Ասվում է, որ այդ նույն հզորությունը ունի նաև կենդանի էակը, զգալ ուրիշի ներքին աշխարհը։ Դա կոչվում է նյութական աշխարհում, կոչվում է պայծառատեսություն, պայծառալսություն, պայծառագիտություն, որտեղ այդ պայծառ բառով 3 երևույթ կա։ Հասկանում եք, չէ՞։ Եվ երբ որ մարդու մեջ, օրինակ մարդու մեջ այդ հնարավորությունը ինքը բաց վիճակում է եւ ինքը պայծառատես է, իսկ արիական քաղաքակրթության մեջ բնակչության, կարելի ասել համարյա 85%-ը երևի իրանք բոլորը պայծառատես էին։ Եվ դրա համար է, որ արիական քաղաքակրթության մեջ մտքի վիճակը ինքը համարվում էր, որ եթե մարդը ինքը իր մտքում, օրինակ ասենք Աստված ոչ անի, եթե ես երկերեսանի ազնվորություն եմ, մոտեցել եմ ձեզ, իմ սրտում ուզում եմ, որ դուք մեռնեք, իսկ այսպես բարեհամբույր ժպիտ հագած դեմքից գալիս եմ եւ սկսում եմ ձեր հետ զրուցվարել, չէ՞։ Այդպիսի իրականություն հնարավոր է միայն աստվածամերժության դարաշրջանում, որովհետեւ այդ պայծառատեսությունը ինքը հիմնականում փակված է լինում։ Ինչի համար։ Որովհետեւ եթե մարդիկ իրանք տեսնեն, թե իրականում իրանք իրար մասին ինչ են մտածում, մարդկանց 85%-ը կլինի մարդասպան։ Դրա համար գերագույն ազնվորությունը ինքը աստվածամերժության դարաշրջանում այդ պայծառատեսության հարցը մի քիչ այլ կերպ է որոշում եւ այդտեղ հազարներից մեկն է, որ այդպիսի ունակություն է կարող ունենալ, չէ՞։ Բայց երբ որ ասենք միտքը ինքը մաքուր է, չէ՞, իրանք բոլորը իրար ներքին աշխարհը տեսնում են եւ դրա համար իրանց համար հեշտ է դիմացինին երջանկացնելը։ Հասկանում եք, որտեղ իրանք խորաթափանց են, իրանք կարողանում են տեսնել կենդանի էակի սիրտը։ Ես չեմ հիշում, մենք այդ տեքստը արդեն նայել ենք Բագավատամով, թե դեռ նայել ենք, այնտեղ հատուկ ասվում էր, որ Շուկատևը Գոսվամին ինքը կարողանում է տեսնել կենդանի էակի սիրտը եւ հասկանում է, թե ասենք նրան ինչ է պետք։ Հասկանում եք, սա շատ կարևոր գաղափար է։ Հիմա ուրեմն այս իմաստով, չէ, տեսեք, կենդանի էակը եւ գերագույն Աստծո ազնվորությունը ունեն նույն դիրքը։ Երկուստ էլ ունեն վերաբերվելու ազատություն, բայց եւ կրում են այդ ազատության համար պատասխանատվություն։ Բայց հոգեվոր աշխարհը ինքը ունի մի շատ կարևոր ուրեմն կառուցվածք, որտեղ կարող է այդպիսի բան թվալ, որ ասենք իրականում կենդանի էակները իրենք նախասկզբնականորեն չունեն հավասար դիրք, որտեղ ինչ է նշանակում բազմազանություն։ Բազմազանություն դա նշանակում է կա ծաղիկ, կա, չգիտեմ, ավազի հատիկ, կա խոտ եւ կա Աստծո սիրեցյալը։ Եվ այստեղ ամենակարևոր խնդիրը այս սա ինչպես է որոշվում։ Երբ որ մենք խոսում ենք նյութական աշխարհի կառուցվածքի մասին, չէ՞, մենք խոսում ենք նրա մասին, որ այստեղ ամեն ինչ է ճակատագիր է, եւ ճակատագիրը ինքը ձևավորվում է կենդանի էակի գործողությունների համաձայն։ Կենդանի էակը տարբեր մարմիններում գտնվում է նյութական աշխարհի տարբեր գոյավիճակների ազդեցության տակ։ Եթե ինքը տգիտության գոյավիճակի ազդեցության տակ է, ինքը բռնության հանդեպ հակում ունի, ինքը շատ վատ արարքներ է կատարում ուրիշ կենդանի էակների հանդեպ, հետո արժանանում է տառապանքի եւ ստանում է ցածր ծնունդ։ Օրինակ, եթե ազնվորությունը ինքը շատ բռնացել է ուրիշ կենդանի էակների, ինքը կարող է ծնվել ծառ։ Ով է բուսականությունը вообще։ Այդ ինչ ճակատագրի հոգիներ են մտնում բուսականության մեջ, դա այն հոգիներն են, որոնք իրենք եղել են գոռոզ, եղել են ագահ, եղել են, ոչ մի լավ բան չեն ունեցել իրականում։ Եվ հիմա ստանում են մի այնպիսի մարմին, որտեղ իրանք ոչ մի բան չեն կարող անեն, իսկ իրանց հետ ինչ ասես կարող են անեն։
ինչ ուզեն, այն էլ կարող են անեն։ Չէ՞ որ բուսականությունն է, չէ՞ որ չի կարողանում դիմադրի։ Հա, կան ինչ-որ բույսեր, որ իրանք փշոտ են, չգիտեմ, ինչ-որ մի պաշտպանություն ունեն, հա։ Հասկանում եք, բայց դա էլ կարմայի հարցեր են։ Այսինքն ուզում եմ ասել, որ այդ ինչ-որ մենք մտածում ենք բնություն, բան, եսի միջ, իրականում այդ բնության մեջ բոլոր այդ կենդանի ակտերը, որոնք ասում են, վայ, ծառ է, սիրուն է, բան, ինքը մեզ օդ է տալի, տանձ է տալի, չգիտեմ, խնձոր է տալի, սա է անում, նա է անում։ Ինքը կենդանիակը, որ այդ ծառի մարմնի մեջ է, ինքը տառապում է։ Որովհետև ոչ կարող է շարժվի, ոչ կարող է գործի, ոչ կարող է հարաբերություններ ունենա, ամեն ինչից զրկված է։ Եվ իր հետ ով ինչ ուզում կարող է անել։ Իրականում սա ծանր ճակատագրի հետևանք է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ իսկ ի՞նչն է պատճառը։ Բայց ինչպես է որոշվում, որ հոգևոր աշխարհում ինչու է ծնվում ծառ կամ ծաղիկ կամ խոտ։ Աստված ոնց է որոշում, ով պիտի լինի խոտ, չէ՞, որտեղ այստեղ արիացիներ իրանք մի հատ համարձակ հայտարարություն են անում, չէ՞, որ ամեն ինչի մեջ կա նույն հոգին։ Բայց եթե կա նույն հոգին, այդ արդարությունը ինքը ոնց է հաստատվում հոգևոր աշխարհում, եթե հոգևոր աշխարհում իրականում չկա կարմա։ Այսինքն ճակատագիր չկա։ Ոնց է այդ ամեն ինչը որոշվում։ Եվ պիտի լինի խոտ։ Հա։ Տեսեք, եւ այստեղ սա է, որ մենք պիտի հասկանանք, որ որն է վերջնական արդարությունը։ Վերջնական արդարությունը ինքը կայանում է նրանում, որ սկզբում կա միայն գերագույն Աստծո անձնավորությունը, որը ինքը շատ հզոր է։ Եվ ահավոր բարի։ Հա։ Եվ երբ որ ինքը ուզում է վայելի իր գոյությունը, այ դրա համար, որ ինքը ուզում է վայելի իր գոյությունը, գոյություն ունեն կենդանի էակները։ Եվ այն կենդանի էակները, որոնք իրենք ընդունում են իրենց դիրքը, հասկանալով ով է Աստված, իսկ ով են իրանք, հա, որ իրանք կարող էին կոպիտ ասած ընդհանրապես չլինել։ Ուրեմն կա երկու գաղափար։ Առաջինը դա նա է, որ գերագույն Աստծո անձնավորությունն է ինձ կոպիտ ասած էլի, ես իմ ֆորման գոյություն ունի ըստ գերագույն Աստծո անձնավորության ցանկության։ Հա, այդ իմաստով ինքը ուրեմն պատասխանատու է իմ երջանկության համար։ Երկրորդ հարցը դա նա է, որ ինքը գերագույն Աստծո անձնավորությունը տրամադրված է այնպես, որ խոտից բռնած մինչև ամենավերջի իր սիրեցյալը, հա, բոլորը իրենց տեղերում լինեն երջանիկ։ Հասկանում եք։ Այսինքն ամեն մեկը ունի երջանկության իր պորցիան, որը նախատեսված է գերագույն Աստծո անձնավորության կողմից։ Հա, եւ եթե կենդանիակը ինքը համաձայնվում է, որ իրավունքը գերագույն Աստծո անձնավորությանն է, թե ով ինչ դիրք պիտի զբաղեցնի, որպեսզի ինքը վայելի, որտեղ երբ որ մենք ասում ենք հոգևոր աշխարհը դա սեր է, չէ՞։ Այդ սերը ոչ միայն Աստված է մեզ սիրում, մենք էլ Աստծուն ենք սիրում։ Հասկանում եք, եւ այսպես էլի ոչ մենակ մենք ենք արժանի, որ Աստված մեզ սիրի, Աստված էլ է արժանի, որ մենք իրան սիրենք, որտեղ ինքը իրականում արտակարգ բնավորության տեր անձնավորություն է։ Հասկանում եք։ Եվ այդ հանգամանքը, չէ, ինքը խաղաղացնում է կենդանի էակին։ Երբ է կենդանի էակը ինքը ամբոստանում, եւ որ ինքը կասկածի տակ է դնում գերագույն Աստծո անձնավորության մտադրությունները։ Իսկ երբ ինքը կարող է այդպիսի կասկածի տակ դնել, եւ որ ինքը այլևս չի հասկանում Աստծուն։ Հասկանում եք։ Պրոստը չի հասկանում Աստծուն։ Ես այստեղ կարող եմ
շատ գեղեցիկ վեհ օրինակներ բերեմ, որ թեման ինքա, բայց շատ շուտ է, էլի, այսպիսի խոսակցությունների համար։ Հիմա մենք փիլիսոփայությունն ենք փորձում հասկանալ, ում վրա է պատասխանատվությունը եւ ինչպես է տեղի ունենում հոգեվոր աշխարհի բազմազանության երանությունը։ Ասում հիմնական գաղափարը դա է, որ այն կենդանիակները, որոնք իրենք հասկանում են, որ Գերագույն Աստծո անձնավորությունը, անկախ նրանից, թե իրենք ինչ դիրք են գրավում, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ամեն ինչ անելու է, որպեսզի ամեն մեկը իր դիրքում լինի բացարձակ երանելի։ Ես դրա համար միշտ այդ տրամաբանության տեսանկյունից նույնիսկ այդ հարցնեմ, չեմ միշտ բարձրացնում։ Ասենք ես խոտ եմ, բայց երջանիկ եմ։ Ինձ համար ինչ տարբերություն ես խոտ եմ, թե Շիմացի Ռաթարյանի։ Եթե ես երջանիկ եմ, հասկանում եք, որտեղ կենդանիակի համար ամենակարևորը դա է, որ ինքը լինի երջանիկ։ Հասկացաք։ Եվ այո, իհարկե, հոգևոր աշխարհում նույնպես լինում են կենդանիակներ, որոնք իրանք այ բանով են նայում այդ։ Եվ դա կոչվում է չարաշահեց իր ազատությունը։ Այսինքն ինքը ինչը կորցրեց։ Ինքը կորցրեց ամենակարևորը, որ վերջնականում Գերագույն Աստծո անձնավորությունն է որոշողը, որտեղ բազմազանությունը գոյություն ունի, որ ինքը լինի երջանիկ։ Տեսեք, եթե մենք վերցնում ենք Էդեմի պատմությունը, չէ՞, այնտեղ ուրիշ գաղափար է հնչում, որ ուղղակի նույնիսկ չեն կարող հասկանանք, թե այդ որտեղից ընդհանրապես իր մեջ այդ ցանկությունը առաջացավ, հա, ինքը ստեղծեց այդ Էդեմային բանը, այգին, այնտեղ ամեն ինչ տեղադրեց, սարքեց Եվային, Ադամին, հետո սարքեց ուրեմն Եվային, չգիտեմ, սկզբից Լիլիթին, հետո Եվային, որպեսզի Ադամը ինքը ավելի երջանիկ լինի, որտեղ Լիլիթն ավելի խոնարհ էր, հա, եւ ուրեմն ու ասենք իտակ դալը, հա, հետո այդ բանում դրեց գայթակղության ծառը։ Այսինքն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ինչ-որ սիտուացիա ստեղծեց, որը պրովոկացիա էր։ Այստեղ մենք տեսնում ենք, որ խոսացվում է նրա մասին, որ ամենակարևոր բանը, որ կենդանիակը պիտի հասկանա, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շահագրգռված է, որպեսզի բոլորը իրանց տեղում լինեն երջանիկ։ Եվ ինքը հայտնվում է նյութական աշխարհում, հենց որ էգոիզմի պլատֆորմայի վրա է կանգնում։ Իսկ էգոիզմի պլատֆորման ինքը նա է, որ ինքը իր ազատ ընտրության ընթացքում այդքան էլ Աստծուն չի սիրում, այլ նախանձում է նրա դիրքին։ Որտեւ եթե դու սիրում ես, ես նորից եմ կրկնում, դու պիտի ուրախ լինես, որ քո, ասենք, եթե դու իմանում ես, որ նա ում դու սիրում ես, ինքը երջանիկ է սիրո մեջ։ Հասկանում եք։ Ну, դա շատ բարդ հոգեբանություն կա այնտեղ։ Աստված տա, եթե մենք մնանք որպես պետություն եւ հնարավորություն ունենանք շփվել իրար հետ, մենք շատ հետաքրքիր խոսակցություններ ենք ունենալու հոգեվոր աշխարհի ամենաինտենսիվ ռեգիոնների շուրջ։ Հա, հիմա տեսեք ուրեմն, եւ այս ամեն ինչը ինքը այդ որ ասեց ունի հակում լինել պայմանավորված։ Մաքսիմիլիոն Թաքուրը ինքը բացատրում է, որ հիմա այսքան ժամանակ խոսում եմ, որ սա ասեմ, որ երբ որ կա բազմազանություն, դա միշտ նշանակում է, որ կան, ես դա կալիբր եմ ասում, էլի, կան տարբեր կալիբրի կենդանիակներ։ Այո, կա Գերագույն Աստծո անձնավորության սիրեցյալը։ Եվ այդպես է նկարագրվում, որ հենց որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ցանկություն ունի երանություն ապրելու, ինքը իր մեջից դուրս է բերում իր ներքին պոտենցիալ, այսինքն էմոցիոնալ աշխարհը։ Եվ դա կին արմատ է, որի հետ ինքը մտնում է հարաբերությունների մեջ, սիրային հարաբերությունների մեջ։ Հիշեցնում եմ, հոգևոր աշխարհում չկա սեքս։ Հիմա, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն
այդ առաջինը ինքը դուրս եկավ, չէ՞, եւ սա լրիվ ուրիշ կալիբրի անձնավորություն է։ Ասվում է, որ իրասիրիցիալը ինքը Գերագույն Աստծո անձնավորության բոլոր հնարավորությունների 50%-ին տիրապետում է։ Սա առաջի կենդանի էակն է, եթե կարող ենք այսպես ասել, հա, Աստծուց բացի։ Եվ դրանից հետո գալի գնում է հասնում է մինչև բան ավազի հատիկ։ Այդտեղ բոլորը գիտակցություն ունեն, ավազի հատիկը նույնպես։ Հա? Հիմա եւ Մաքսիմոն Թակուրը ինքը այսպես է բացատրում, ինքը ասում է այդ գրադացիաների մեջ նա որ ինքը մեծ կալիբր ունի, իր գիտելիքն էլ բան է, չէ՞, շատ մեծ է։ Իսկ նրանք ովքեր որ չափով փոքր են, իրանք միշտ այդ բաների գնահատելու մեջ ունեն այդ թույլ կետը, որ իրանք որովհետև փոքր են իրանց չափով, իրանց գնահատելու ունակությունն էլ ինչ որ իմաստով սահմանափակ է։ Հա, եւ դրա համար հոգեվոր աշխարհում, որպեսզի տեղի ունենա երանությունը, պարտադիր պայման կա։ Նրանք ովքեր որ քիչ գիտելիքի հնարավորություն ունեն, այսինքն փոքր են իրենց կալիբրով, իրանք պետք է իրանց կախվածության մեջ պահեն նրանցից, ովքեր որ կալիբրով մեծ են։ Այսինքն հոգևոր աշխարհում, որովհետև չկա գոռոզություն, նրանք ովքեր ավելի բարձր դիրք ունեն, նրանք միշտ հոգատար են նրանց հանդեպ, ովքեր որ այսպես էլի պայմանականորեն ավելի ցածր է իրանց դիրքը, չէ՞, բայց հոգևոր աշխարհում բոլորը գիտակցում են, որ երանությունը ինքը չէր կարող լինել այնպիսին է, ինչպիսին է ինքը կա, եթե օրինակ չլինեին ծառերը, չլինեին, չգիտեմ, գետերը, հոգևոր աշխարհում այդ ամենը չկա, ուղղակի մի քիչ ուրիշ տեսքով։ Հասկանում եք, չէ՞, այսինքն եթե չլիներ օրինակ բնությունը, այո, պատկերացրեք, որ հոգևոր աշխարհում չկա բնություն։ Ինչ երանության մասն է խոսքը, չէ՞, օդի մեջ ինչ որ եսի միջ են անում, չէ՞։ Հասկանում եք, դրա համար այդ ամեն ինչը բոլորը այնտեղ հասկանում են, որ ամեն մեկը ինքը ահավոր արժևորված է, որովհետև ամեն մեկը իր տեղում ապահովում է համընդհանուր երանությունը։ Եվ եթե դու մաքուր սիրտ ես, հա, դու ոնց ասեմ, էլի որ հասկացվի ձեզ համար։ Լավ, չորով ասեմ, կհասկանաք չէ, հա, տեսեք, եթե դու մաքուր սիրտ ես և օրինակ ասենք ավազի հատիկ ես, չէ, քո երանությունը, եթե դու սեր ես, եթե դու մաքուր սիրտ ես, դա նշանակում է դու սեր ես, ինչ է նշանակում սեր ես, նշանակում է դու սիրում ես բոլոր նրանց, ովքեր որ քո վրայով քայլում են, օրինակ, չէ, և ինչն է այդտեղ քո այսպես եթե շատ եթե պարզացրած ասեմ, էլի շատ դժվար տեղ մտա հիմա անպատրաստ մարդկանց համար խոսալու, բայց միևնույն է, պետք է ասեմ անցնենք։ Հա, ասեք ինչն է քո երանությունը, եթե դու մաքուր սեր ես, այդ կարող եք պատասխանել այդ հարցին։ Դա է, չէ, որ դու հասկանում ես, որ դու քո գոյությամբ, օրինակ, նպաստում ես նրան, որ այն նրանց, ում որ դու սիրում ես, հնարավորություն է ստանում քայլել, ինչ-որ մի հատ հիմք ունենալ, որ քայլեն։ Օրինակի համար էլի։ Հասկանում եք, չէ՞, այսինքն այնտեղ ամեն մի կենդանի էակը իր պոտենցիան, եթե միացնում է սիրո հետ, ինքը մնում է բավարարված վիճակում, ինչ մարմին ուզում է ունենա։ Բայց հենց որ սերը դավաճանեցիր քո մեջ եւ մտար այդտեղ որ դու ես պատասխանատու, թե դու քո մեջ ինչ process անցար եւ ոնց ես վերաբերվում։ Կենդանիակը ինքը ունի վերաբերվելու ազատություն։ Եվ այդտեղից է որ ինքը իր համար խնդիրներ է ստեղծում։ Եվ կա ընդամենը մի օրենք, որը եթե պահպանվում է, եթե պահպանվեր բոլոր կենդանիակների կողմից, Գերագույն Աստծո ազնվորությունը նյութական աշխարհարելու կարիք չեր ունենա։ Դա այն է, որ նրանք, ովքեր որ իրենց կալիբրով փոքր են, պիտի իրանց կախվածության մեջ պահեն նրանցից, ովքեր որ մեծ են։ Այդ մեծերի հասկացողությունը
եւ մաքուր սիրո քանակությունը ինքը այնպիսին է, որ եթե մենք մեզ իրանցից կախվածության մեջ ենք պահում, իրանք երբեք թույլ չեն տա, որ մենք շեղվենք ճշմարտությունից, այսինքն շեղվենք սիրուց։ Հասկանում եք։ Եվ դրա ամենագագաթնակետը հենց Գերագույն Աստծո ազնվորության սիրեցյալն է։ Արացիներ իրենք ասում են, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը միլիարդավոր սիրեցյալներ ունի, որոնք իրան սիրում են իմին այդպես կանացի տրամադրությունների մեջ, նորից եմ հիշեցնում, հոգևոր աշխարհում սեքս չկա։ Հասկանում եք, չէ՞, եւ այդ Գերագույն Աստծո ազնվորության սիրեցյալը ինքը եթե իր մեջ թույլ չտա, ոչ մի կենդանիակ այդ սիրային հարաբերությունների ակնկալիքով չի կարող մոտենալ Աստծուն։ Հա, բայց այդ հանգամանքը, բայց ինքը միշտ ուղղակի հակառակն է անում։ Ինքը նպաստում է, որպեսզի ցանկացած կենդանիակ, որ այդպիսի ցանկություն ունի, հնարավորություն ունենա դա Գերագույն Աստծո ազնվորության հետ իրականացնել։ Ինչու՞, որովհետև ինքը նախանձից ազատ է։ Հասկանում եք։ Մի փոքրիկ աշխատանք կա Սանատան Գոսվամի, որտեղ այդ բարդ թեմաները պես շատ համով քննարկվում են, էլի, բայց հիմա դեռ շատ շուտ է մեր համար այդ խոսակցությունները վարել, էլի։ Հասկացա՞ք, չէ՞, կենտրոնացիներս էլ ուրեմն այսա, որ ինքը հակում ունի, մենք հիմա այս ամեն ինչը խոսում էինք, որպեսզի այս բառը հասկանանք, այսինքն ոնց հակում ունի, լինել պայմանավորված, հա, այդ հակումը առաջանում է նրանից, որ կան տարբեր կալիբրի կենդանիակներ, հիմա այ հարցը, թե դա արդար է, թե ոչ, որ կան տարբեր կենդանիակներ, չէ, ուրեմն եթե արդարությունը մենք այդպես ենք ընկալում, որտեղ Գերագույն Աստծո ազնվորությանը զրկում ենք իրավունքից ունենալ վայելքի բազմազանություն, մենք ստանում ենք վայկունթը։ Այսինքն այդպիսի ռեգիոն էլ կա, որտեղ ապրում են այն կենդանիակները, որոնք չեն հանդուրժում, որ լինի տարբերություն։ Հասկանում եք։ Հիմա այ կան կենդանիակներ, որոնք իրանք մի կողմից, ուրեմն, այդ տարբերությունների աշխարհում են ապրում, մյուս կողմից կարող են սխալ վերաբերմունք դրսևորել, հրաժարվել սիրուց եւ լցվել նախանձով։ Եվ նրանց հենց այդպիսի կենդանիակներն են, որ ապրում են նյութական աշխարհում։ Ուրեմն սա էլ մենք քննարկեցինք այսօր այդ հակում ունենալու բնությունը, սա իրականում շատ բարդ թեմա է, հատկապես հայերեն լեզվով ինձ համար սա շատ ավելի բարդ է։ Ես, ասենք, չգիտեմ ինձ ինչքանով հաջողվեց թեման ձեզ հետ քննարկել, կարծում եմ, որ այս դասախոսությունը պետք է մի քանի անգամ լսեք։ Այսօր այսքանը սիրելիներս, բարի շաբաթ, թող խաղաղություն լինի մեր երկրում, մինչև տեսնենք ինչ է լինում։